Բարև ձեզ, եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը Ֆուջիկա նախագծի համահեղինակ Գրիգոր Գալստյանն է։ Բարև ձեզ, Գրիգոր։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանս մասնակցելու հրավերը։ Ես շատ ուրախ եւ շնորհակալ եմ ձեր հաղորդմանը մասնակցելու համար։ Վստահ եմ հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Ես նման հույսեր ունեմ։ Գրիգոր, ուզում եմ զրույցը սկսել նախագծի անվանումից։ Ինչու՞ հենց Ֆուջիկա։ Ֆուջիկան իմ սերնդակիցները երևի ավելի արագ կհասկանան ու sense էմոցիաներ կապրեն, որովհետեւ Ֆուջիկան մի նավթավառ էր, որը 90-ականների երբ որ չկար լույս եւ չկար ջերմության աղբյուրներ, ոնց որ հիմա, այն ժամանակ Ֆուջիկան նավթավառներից մեկն էր, որը եւ ջերմություն էր տալիս եւ հավաքում էր իր շուրջը, իր վրա ճաշեր էին կեփում, մի փոքր լույս էր տալիս ու որպեսի մեր սերնդակիցները միանգամից հասկանան թե ինչի մասն է խոսքը, երբ որ մեր էջը նայեն, ինքը կարող լիներ դերբի, բայց եղավ Ֆուջիկա, դերբին էլ որտեղ է շարքից։ Դերբին հիշում եմ։ Դերբի կոնֆետը հիշում եք, ահա Ֆուջիկան էլ ոնց որ դերբի նավթավառների մեջինն էր։ Ու այտենց դրեցինք Ֆուջիկա ու շատ-շատերը միանգամից ոնց որ հիշում են այդ Ֆուջիկան, sense կարմիր ինքը նավթավառ էր, որովհետև մեր էջն էլ ինքը տաքացնում է, ջերմացնում է, հավաքում է իր շուրջը դրական լավ էմոցիաներով ու նաև վառապահում մեր հիշողությունները։ Դրա համար Ֆուջիկա դրեցինք ու չենք փոշմանում, ոնց որ այտենց ինքը հետաքրքիր մի քիչ տարբերվող է համել։ Հա, թե Ֆուջիկա էլի, օրինակ հայ իրականության մեջ էլ ասեք Ֆուջիկա, երբ որ կոնտեքստից կտրված է, ինքը չի ճապոներեն ինչ-որ բառ է։ Բայց կորեական նավթավառի անունով է մեր էջը։ Գրիգոր, կարծում շատերն են տեղյակ, որ դուք նաև ռեժիսոր եք եւ ձեր աշխատանքային պրակտիկայում համատեղել եք այդ մասնագիտությունը հաղորդավարական գործի հետ։ Որքանով է դա ստացվել։ Իմ կարծիքը, եթե հարցնում եք, ես շատ չեմ համատեղել, այսինքն քիչ ժամանակ է եղել, որ ես եւ հաղորդավար եմ եղել եւ ռեժիսոր, բայց ստացվել է այն իմաստով, որ ես եւ երբ որ հաղորդավար եմ եղել եմ ըստ իս հաջողակ, բավական հաղորդավար, այսինքն հիշվում էի, տարբերվում էի, ունեի ֆանատներ, ու ֆանատ կարող եմ մի քիչ ճոխ ասել, բայց ունեի մարդիկ, ովքեր երկրպագուներ, շատ դրամասն եմ վկայում իմ շատ այսպես նամակները, այդ այն հին թվերի մասն է խոսում։ Եվ իսկ հիմա, այսինքն որպես հաղորդավար է միայն ձեզ։ Հիմա հաղորդավար, ես հիմա մի քիչ ինձ հաղորդավարել չեմ դիտարկում։ Այսինքն այս Ֆուջիկայի մեջ մի քիչ ուրիշ է, սա շատ ներկայացնում եմ ինչ, հա, հաղորդավարը մի քիչ, այ դուք հաղորդավար եք հիմա։ Ես այնտեղ տենց հաղորդավարություն ոնց է, չեմ հաղորդում, չեմ վարում։ Եթե ռիլավար բառը կարելի ասել։ Ես ուղղակի հիշացնում եմ մեր այդ անցյալի հետաքրքիր պատմությունները, դրվագներ վերցրած իմ կյանքից, մեր իրականությունից, որը որ շատերի հետ է պատահել ու դրա համար ոնց որ sense կպնում է սրտներին։ Իսկ ռեժիսուրան հենց սկզբից երբ որ հաղորդավար եմ եղել դար 21-ում, այն ժամանակվանից սկսած արդեն ռեժիսուրայով զբաղվում եմ ու այդ էր ինձ ամենաշատը գրավում։ Ու նորմալ սկսել եմ այնտեղ, չգիտեմ, դեսքթոփ հաղորդում ունենք, որտեղ ես գովազդներ էի նկարում, sense հիմնական շարժումներով, sense պանորամաներով, ինչ որ գովազդներ սկսեցի նկարել, այն ժամանակ արդեն իսկ փորձում ինչ որ հետաքրքիր բաներ մտցնել դրա մեջ, հետո սկսեցի հետաքրքրվել ինչ անում, ընդհանրապես իրանց ներկայացնում ռեժիսուրան եւ այլն, ու խորացա այդ թեմայի մեջ։ Հիմա ու ահագին երկար ժամանակ դրանով եմ զբաղվում ու ոչ միայն ես դժգոհ չեմ, այլև ում հետ որ աշխատում եմ, ոչ կամպանիաների հետ որ աշխատում եմ, իրանք էլ շատ գոհ են։ Գրիգոր, իսկ եթե մի փոքր հետ գնանք, ինչպես հայտնվեցիք Դար 21 հեռուստաընկերությունում։ Դար 21-ում շատ Դար 21-ում ոչ պատահական եմ հայտնվել, եթերում մի քիչ ավելի պատահական հայտնվեցի, Դար 21-ում ոնց որ քույրս էր աշխատում հեռուստատեսություն մինչև այդ Armenia TV-ում ու ինձ կանչեց, ասեց Արմենիա, տես, այդ ինչ ոլորտ է, քեզ գուցե հետաքրքրի ու ես մի անգամ մտա այնտեղ ու հասկացա, որ այդ է այն ոլորտը, ուղղակի սխալ տեղ է ոնց որ ընդունում եմ, ու սխալ ասելով այն առումով ես մի քիչ ալարկոտ եմ, ես ընդունվեցի բանասիրական, որովհետև այդ թեմաներից շատ ուժեղ էի, էլ չէի պարապելու, հեշտ ընդունվելու էի։ Շատ նման են մեր պատմությունները։ Հա, տենց է։ Էտա։ Բայց գիտե, չէ՞ որ ալարկոտ մարդիկ միշտ ամեն ինչ ավելի լավ են անում, որ համ երկու անգամ չանեն, համ էլ մաքսիմալ
կոմֆորտ լինի ինձ Ինձ մոտ էլ է ճիշտ այդպես եղել, բանասիրություն էի ընտրել ու հետո հայտնվեցի պատահական հեռուստատեսություն եւ ես հասկացա, որ էսա։ Նույն ձև ես նույն կերպ ես հայտնվեցի, այնտեղ այն ժամանակ դա 21-ը որ երաժշտական ալիք էր, հիմա չգիտեմ մեր հեռուստադիտողներից կամ դիտողներից շատերը գուցե երիտասարդ տարիք են, չեմ պատկերացնում այն ժամանակ մի քիչ ուրիշ ձև էր, հեռուստատեսություն բան այդ սենց էր էլի, հիմա լայվի նման չի, որ սենց ով ուզենա ուղղակի եթերում խոսի, մի խոսքով ես այն ժամանակ համակարգչի վրա է, ոնց որ բանը երգերն էի հավաքում, սերվեր էին դրան ասում, բոլոր երգերը հավաքում էի, այն ժամանակ երգերն էլ մի ձև էին գտնում, YouTube բանը չկար։ Այդ երգերը ես հավաքում էի, playlist-եր էի հավաքում, ինչ որ առնում երաժշտական խմբագիր էի ու այդ առումը ոնց որ դա 21-ը փորձում նոր հաղորդավարների մրցույթ էր, ու այդ հաղորդավարներին փորձում էին ուղիղ եթերում, ոնց որ փորձնական ուղիղ եթեր էին կազմակերպում, ոչ իսկական ու զանգեր բաներ էին կազմակերպում, տեսնեին թե ինչպես կդրսևորի տվյալ տեխնացուն եւ ես ամեն անգամ այնտեղ նստած էի, որովհետեւ ես գիտեի երգերի տեղերը ու պետքա ես երբ որ երգ էին պատվիրում, սենց ասած ես երգը տայի։ Ու ամեն անգամ ես նստում էի, երևի զգում եք, ես այդպես բողոքող ման խոսացող եմ էլի։ Ու տենց ասում էի, «Էս ի՞նչ ձև են խոսում, այդտեղ կարելի է սենց անել, սենց այնքան խոսացին, մինչեւ այն ժամանական տնօրենը»։ Ասի դե իրանց այդ լավ կարա, իջի դու վարի, ասի հա ճիշտ եմ։ Դե ինչ խնդիր կա, բոլորին ճանաչում եք։ Տենց իջա վարեցի։ Եվ այդպես էլ վարեցի։ Ուղիղ եթեր, այո, հա, երկար ժամանակ վարեցի, 10 տարվա չափ էլի։ Ամենաբարդ աշխատանքներից մեկն է հեռուստատեսությունում ուղիղ եթերում հայտնվելը։ Հա, ու չգիտես խի իմ համար այդ ամենահեշտն է եղել միշտ։ Մի տեսակ ինձ հեշտ էր տրվում այդ շփումը, այդ խոսակցությունները, բաները, ոնց որ մի տեսակ պատրաստ լինեի դրան, չգիտեմ ինչի։ Բայց դրա ժամանակը եկավ ու անցավ։ Իսկ հետաքրքիր է ձեր կարծիքը այսօրվա հեռուստատեսությունում հայտնված տեխնացուների մասին։ Ովքեր են այսօր հայտնվում հեռուստատեսությունում, որովհետև գաղտնիք չէ, տարիներ առաջ հեռուստատեսությունում հայտնվելը դա լուրջ խնդիր էր։ Քասթինգներ էին անցնում, տեխնացուներ էին այդպես լինում եւ դժվարությամբ ընտրվում։ Իսկ այսօր Պարզիցել պարզ է, որ ցանկացածը կարողանում է հայտնվել հեռուստատեսությունում։ Հետաքրքիր է ձեր կարծիքը այս թեմայով։ Հա, ես դրան ընդհանուր առմամբ դրական եմ նայում, իմ համար սենց է, նայեք, այն ժամանակ այդ դժվարությունները կար, պետք է ինչ-որ բաներ հաղթահարեր եւ այլն, մեկը հայտնվեր եթերում ինչ-որ մարդիկ տենուն ու բան, դու եթերում ես։ Հիմա շատ ավելի հեշտ է։ Այդ հեշտի մեջ նշանակում բոլորը կարող են իրենց ցույց տալ։ Իսկ եթե բոլորը կարող են իրենց ցույց տալ, լավերն էլ կարող են իրենց ցույց տալ։ Լավերը գնալու են առաջ, իսկ ովքեր որ ուղղակի ունեն, իրանք ամեն մեկը ինչ որ ռեսուրս են, ինչ որ քանակի ռեսուրս, հա, իր ռեսուրսի չափով ինքը իր աուդիտորիան ունենալու է։ Հիմա եթե այն ժամանակ արհեստական ժամանակին հարիր ինչ որ խնդիրներ կային, այդ այն ժամանակվա խնդիրն ավելի լավ է, հիմա առողջ սենց կոնկուրենցիա լինի, որպեսզի այդ կոնկուրենցիայի մեջ լավերը դուրս գան։ Ուրիշ հարց է, որ աուդիտորիան կարող է ընտրում ոչ թե ամենալավին, այլ ամենամերկին։ Այդ հարցի մյուս կողմն է, բայց որ ավելի դյուրինա դարել այդ կոնկուրենցիան ավելի շատ կա ընտրություն, այս առումով շատ դրական է։ Ու ընդհանրապես հեռուստատեսությունը շատ սենց հետաքրքիր մետամորֆոզների է ենթարկվել, երբ որ ես նոր էի գնում այդ ժամանակվանից մինչև հիմա ես սկսել եմ չգիտեմ Dark 21-ում համակարգչի առաջ sense մեծ կամերայով հիմա ես նկարում եմ այսքան հեռախոսով ինքս նկարում մոնտաժում եմ ու այդ process-ը շատ ավելի հեշտացել է, շատ ավելի փոխվել է, քան այն ժամանակեր, երբ որ դա մի քանի եւ մարդկային ռեսուրսեր պահանջում եւ ժամանակային ռեսուրս եւ sense շատ հիմա sense ավելի հեշտ է այսինքն նայած դու Բայց եկեք ընդունենք որ այն ավելի քաղցր էր Այն այդ գիտեք ինչի նման է ոնց որ կասետով ես երգ լսում ասում ես ավելի քաղց է ոնց որ անալոգ է sense ձերտալ է լինում այդ կասետը կարաս կպնես MP3-ին չես կարա կպնես տարբերությունը դա որտեղ MP3-ով երգը կամ չգիտեմ ոչ MP3-ով երգը երբ որ թվայնացված play-ս տալիս լսում ես մաքուր sense բոլոր գործիքները շատ լավ է բայց երբ կասետա դիսկ է ձեռքդ ինքը շոշափել է դու ունես օրիգինալ դիսկ ասում չգիտեմ Beatles-ի չգիտեմ ում օրիգինալն հասկանում կարաս ձեռ տաս այն չես կարա էս է տարբերությունը նույն ձև
այն ժամանակվա ու հիմիկվա տարբերությունն աստիսալ։ Այն ժամանակ մի քիչ ավելի անալոգային էր ամեն ինչ։ Գրիգոր, իսկ երբևէ մտածել եք, թե ձեզ օրինակ որ նախագծով կամ որ հաղորդումով կհիշեն մարդիկ։ Ես նախ ուրախ կլինեմ որ հիշեն։ Գոնե հիշեն։ Հա, բայց չտկարա չհիշեն այդ հարցը, ուզում եմ ասել, եթե հիշելու մասն ենք խոսում, ընդհանրապես հիշվելը լավ է։ Այո, հարցը թե ոնց կհիշեն։ Դե որպես առաջին երևի այդ Օդեոնի ժամանակները շատ կհիշվի ու հիշվում է, որտեղ շատ է եղել տարբեր առիթներով, չգիտեմ, ինչ-որ միտեղ ես մտել, մեկ էլ արդեն միջին տարիքի կին, որի ժամանակ եղել է երիտասարդ, ես ես լուսամփոփին վնաս տալու եմ, որ վերջում այդ լուսամփոփը գետին է հայտնվել։ Ձեռքերս մի քիչ ավելի սահմանափակ եմ շարժումները։ Հա, մեկ է տեսնում ես ինչ-որ մի միջին տարիքի կին, որ ասում եմ, վայ, ես այն որ ձեզ էի հիշել, Օդեոնից բան, իմ ընկերուհին էր ձեզ հիշում կամ հիմա էլ մեր ռիլերի հետ կապված շատ են գրում այդ թեմայով, կարծում եմ այդ առաջինից կհիշեն Օդեոնից։ Ես շատ կուզեի որ տես լինի, քան օրինակ սերիալից հիշել, որովհետև նաև ես սերիալում եմ նկարվել ու Միստվար զանգված նաև հիշում եմ հենց այդպես ու անունս էլ կարծում եմ ինչ որ Կարեն է։ Անուրջներ սերիալում եք մարմնավորել գլխավոր հերոսուհու եղբորը Կարենին։ Եվ բնականաբար ինձ հետաքրքրելու է թե ինչպես սերիալում հայտնվեցիք եւ ինչու անհետացաք սերիալից կատարակ։ Այդ հայտնվել անհետանալը ոնց որ արդեն կամած սկսեցինք հասկանալ ոնց է լինի որ ես եթերում եմ հայտնում ոնց է անհետանում սերիալում այնպես ստացվեց որ մինչև սերիալը ես մի 8 ամիս Հայաստանում չէի գտնվում ոնց որ այլ գործերով այլ երկրում էի ու երբ որ հետ վերադարձա Հայաստան արդեն այն ժամանակներ որ այն ժամանակ sense բան կար եթերում ոնց որ գարունը եթերի ծաղկման շրջաններ ոնց որ ամենուրեք դրանից հետո ինչ որ sense գնում էր ստաբիլ շրջան հետո ամառ երբ որ ճակերտար ասում են մահանում է գործը կամ ընդհանրապես եթերը արդեն կրկնություններ են եւ այլն նոր պրեմիերաներ չկա դրանից հետո նոր սկսում է ոնց որ կյանքը ես եկա այն ժամանակ երբ որ արդեն այդ նոր բոլոր պրոյեկտները եղած էին եւ նոր ոչ մի բան չկար ու տարբեր տեղի երբ որ ասես ես վերադարձել եմ եւ կարող եմ զբաղվել չգիտեմ ռեժիսուրայով եւ այլն այդ ամենը չկար ես չկար որտեվ արդեն սկսել էր ոնց որ եթերաշրջանը հիմիկվա ինտերնետի նման չի հիշեցնում եմ որ կոնտեքստը միշտ պատկերացնենք ու քանի որ չէի կարող պարապսարավ ոչինչով չզբաղվել նոր է եկել ու չգիտեի ինչ անել այդ ժամանակ իմ ընկերներից մեկին ասացի որ ես պատրաստ եմ նկարվել սերիալում ինչեւ որ կլինի իմ սիրած գործը նորից ու փորձեցին սերիալում կարծեմ առաջին սկզբի ահագին շատ սերիալներում ես շատ ահավոր եմ եղել ես որ նայում եմ ես քանի որ ես ռեժիսոր եմ նայում եմ ասում եմ ես լինեի ես կասեի հանեք այս մարդուն իսկ այդ ժամանակ դուք նայում եք ձեր մարմնավորած կերպարը շատ դժվար էր ինձ նայել ես որ նայում եմ ես չպատկասեմ շատ ցենց ինքնակննադատ եմ էլի սենց մի նայեք որ խոսում եմ հա սենց շատ ահավոր էր հիմա էլ եմ ասում ես անկեղծ շատ մարդիկ ասում վայ ձեր կերպար ասում եմ խնդրում եմ մի տենց ասեք էլի լավ չի եղել հաղորդում բավականին լավ վարել եմ սենց հետաքրքիր զրույցներ բայց այս սերիալի մեջ որպես կերպար սկզբում շատ ահավոր ա եղել դերասանական խաղը շնորհակալ հա ներողություն իսկ հավատ կար որ ահավորից լավ է լինելու այդ պատճառով եք շարունակում մարմնավորել կերպար նայեք ես սկզբում չէի պատկերացնում որ ահավոր ա լինելու հետո ես հասկացա որ ես ահավորը ինձ դուր չի գալիս, հետո ես սկսեցի քանի որ ես մի բանը զբաղվում եմ, հետաքրքրում եմ, սկսեցի լիքը բաներ կարդալ, լիքը դերասանական խաղի մասին եւ այլն, հետո շփվեցի շատ տարբեր մարդկանց հետ մասնագիտական խորհուրդներ խնդրեցի եւ այլն, համել ֆիլմի ոնց որ այդ անդամներից շատ մարդիկ որ հասկանում են ինչ նույնիսկ բեյս sense հիմնական խնդիրներ կա բան, օրինակ տատիկ կար ֆիլմում կերպար ասում էր թոթովախոս ես նույնիսկ չգիտեի դա ինչ է այսինքն ես sense մանկական էի խոսում բան ինքը ինձ ասեց ոնց աշխատեմ դրա վրա ես աշխատեցի փոխեցի բայց հիմա որ նայում եմ օրինակ հետո այդ սկզբի սերիաները չհաշված հետո հիմիկվա շատ դերասաններից բավականին լավ է ես էլ ասեմ հանուն չհամեմատվենք հիմիկվա շատ դերասան հիմա նկարվել եմ ոչ չասեմ տենց բան է եղել այո
Ու վերջում արդեն ահագին նորմալ էր։ Հիմա որ երբ որ մեր ռիլերում նկարվում եմ, ու երբ որ լավ պատկերացնում արդեն դա գիտեմ կերպարը բանման, շատ ժամանակ մեր համահեղինակը ով նկարում է, ոնց էր հիմնականում, ասում է դու ասում ես դու վատ դերասան, ասում հա, ուղղակի էսի լավ պատկերացնում եմ, չէ՞ դրա համար sense լավ եմ խաղում, ոնց որ էլի։ Այստեղ գոհ եմ ինձանից ավելի, քան սերիալում։ Իրականում ինքնագնահատած լինելը այս բaragայում միայն օգնում է։ Միանշանակ միշտ օգնում է։ Ես նվաստացման աստիճանի կարող եմ ինձ քննադատել։ Ավելի վատ, քան ցանկացած։ Դրա համար ուրիշ մեկը որ ինչ-որ բան է ասում, ես արդեն գիտեմ դրանից ավելի վատ բան եմ ասա դրանից, էլի, ես պատրաստ եմ։ Գրիգոր, հանրային հեռուստաընկերությունում դուք ղեկավարել եք անոնսների բաժինը, անոնսները կարդացողի ձայնից, կարծում եմ, շատ բան է կախված եւ ձեզանից առաջ էլ կար ու կարծես ձեզանից հետո էլ մնացել է այդ նույն ձայնը։ Հետաքրքիր է դուք գոհ եք նրանից։ Նայեք, մինչև այդ մասին անդրադառնալը պետք է մի հատ անոնսների բաժնից ընդհանուր սկսենք։ Ինքը ոնց ձևավորվեց, ես հանրայինում ռեժիսոր էի ուղղակի աշխատում, ուղղակի ես տարբեր ժամանակաշրջաններում գովազդներ բաներ նկարելով, ասենց ավելի մի քիչ էնտուզիազմ ունեի ավելին անելու, քան ուղղակի հաղորդում էլ, ես սիրում եմ այդ կարճ պրոմոներ բաներ։ Տենց ինչ որ բաներ արեցի եւ այլն, դրա համար դրա արդյունքում եղավ առաջարկ, այն ժամանակ անոնսների եւ անիմացիայի բաժինը միասին էին, ասես պիտի տարանջատվեր եւ այս բաժինը ոնց որ նոր բաժինը նորովի պիտի սկսեր ինքը բան անել։ Ինչ է իրանից ներկայացնում անոնսները, դա եթերի գովազդն է, գովազդում է հաղորդումները։ Ես իրով համաձայնեցի, քանի որ գովազդներ էին նկարում, հենց ոնց որ իմ պրոֆիլներ, ռեժիսուրա եւ այլն։ Ինչ վերաբերում է ձայնին, Մեսրոպի ձայնը, ես կարծում եմ, որ Հայաստանի լավագույն ձայներից մեկն է, մենք խոսում ենք, եթե խոսում ենք հենց ձայնի մասին, այսինքն տեմբր, հիշվողություն եւ այլն։ Ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնենք մի մարդ, որը որ այդ ձայնը չի կարող նմանակել, չի ճանաչի եւ չգիտի թե ինչ ինտոնացիա է դա։ Սկզբում ես օրինակ լինելով երիտասարդ, այն ժամանակ ավելի երիտասարդ էի, ես ուզում եի ինչ-որ տես փոփոխություններ բան, բայց նաեւ հետադարձ հայացք գցելով, նաեւ հաշվի առնելով այն աուդիտորիան, ովքեր նայում են հանրային հեռուստաընկերություն, այսինքն մենակ Երևանը չի ընթանում, եւ հաշվի առնելով թե ինչքան հիշվող սա հեռուստատեսության դեպքում շատ կարևոր է, ինչքան հիշվող ձայն է, ինչքան հիշվող ինտոնացիա, այս առումով այո շատ գոհ եմ եւ շատ հետաքրքիր տարբեր բաներ ենք Մեսրոպի հետ մենք մտածել, այս բանը հիշում եմ օրինակ որ Օսկարի անոնս էին կարել, որ ինքը միշտ այդ ձայնոսոնս կարդում էր, չէ՞, եւ այդտեղ մենք մի հատ բան մտածեցինք Օսկարի անոնսը անենք հանկարծ չգնենք շշուկով։ Օրինակ առաջին անգամ Մեսրոպի եթերին ձայն կարդաց շշուկով։ Հետաքրքիր էր հիշվեց այդ Օսկարի անոնսը ու լավ շրջան էր։ Իսկ հետաքրքիր է ուրիշ ինչ նախագծեր կուզեի կանել հանրայինում, որոնք չստացվեց կամ պարզապես չտրվեց այդ հնարավորությունը։ Հանրայինում մենք շատ հետաքրքիր նախագծեր ենք արել ընդհանուր առմամբ, ես եւ քույրս, միասին ոնց որ հանրակրթական Sense շատ հետաքրքիր դասերից հետո մի քանի բաներ ենք արել եւ այբուբեն ենք սովորացել։ Այսինքն վերջին շրջանում, հանրայինի վերջին շրջանում, երբ որ ես այնտեղ էի, այդ նկատի ունեմ, կրթական ծրագրեր ենք արել ու շատ գոհ եմ, որ դրանք արել ենք։ Ինչ կուզենայի հանրայինում անել, ես կարծում եմ եկավ մի պահ, ես հասկացա, որ հեռուստատեսությամբ ոչ թե հանրային, այլ ընդհանուր առմամբ հեռուստատեսությամբ այլևս չեմ ուզում եւ իմաստ չունի բան անել, որովհետեւ հեռուստատեսության աուդիտորիան այն աուդիտորիան է, որին ես չեմ կարող այլևս, որի մոտ ես չեմ կարող ինչ-որ բան փոխել, ինքը տենց արդեն ոնց կա այդպեսին է, դրա համար կամաց սկսեցի սեգմենտը փոխել, իսկ երբ որ սեգմենտը փոխեցի, ոնց որ գադջեթն է փոխվեց, հեռուստացիցը դարձավ հեռախոս։ Եվ կրկին խոսենք Ֆուջիկա նախագծից, հետաքրքիր է ինչ նպատակ ունի նախագիծը իր ռիլերով, իր իվենթներով, որոնք արդեն համացանցում հայտնի են, ձեր դեմքի արտահայտությունը Ֆուջիկայի մասին խոսելիս մոդերատորին փոխվում է։ Լավ է, ես ուրախ եմ որ տենց լուրջ,
Ես նկատեցի։ Ուրեմն լավ է, ամեն ինչ ճիշտ է գնում։ Այո։ Եթե ինչ-որ բան անում ես ու այդ տենց է դեմքդ լինում, շատ լավ է, հա։ Ես շատ sense բան եկա հենց այդ թեմային, ոնց որ հեռուստացույցից ոնց անցա ես հեռախոսին, սկսեցի ռիլեր նկարել, այն ժամանակ ես գովազներ էի նկարում, գովազները գիտեք, որ մի 1000 հոգով sense լուսավորող օպերատորներ, օպերատորի օգնական, հիմա չթվարկեմ այդ ամբողջ թափը, մի խոսքով ես ավելի սիրում եմ պրակտիկ, արագ եւ այլն, հասկանալով ժամանակի ոնց որ թելադրանքը, ես անցա արդեն ռիլերին ու սկսեցի հեռախոսով նկարել տարբեր բաներ, տարբեր ռիլեր, գովազդներ, այսինքն ես նկարում եմ հիմա էլի, գովազդի տրամաբանությամբ նկարում եմ ռիլեր, կարճ ավելի, բայց մոտեցումը շատ լուրջ պրոֆեսիոնալ։ Այդ ժամանակ նույնիսկ ես արդեն հասկացել եմ, որ կարելի է այս նույն ոճով հաղորդումները ոնց որ sense սխմել, սարքել, կարճ մի րոպեանոց բան։ Իհարկե բոլորս գիտենք, շատ ամենադժվար բանը կարճ ժամանակում ավելի sense խելացի միտք ասելն է ընդհանրապես միտք, որը ինչ որ լավ իմաստ է արտահայտում, առավել եւս էմոցիա ոնց որ էմոցիա առաջացնում։ Ոնց որ պատահաբար չէ, էլի։ Այդ ընթացքում մի ընկերոջս ով համահեղինակն է Ֆուջիկայի, իր մասնագիտական ռիլերն ենք նկարում ու նենց ստացեց, որ իրան ինչ-որ մեկը հարցրել էր նամակների մասին, նամակները ինչպես են լինում, գրովի տեսել են, էլի։ Ինքը ասեց, պես նոր սերունդը չգիտե դա ինչ է, ոնց են գրում նամակ, ինչ է այն ժամանակ տենց եղել, այդ ինքոք եւ այլն։ Ու տենց նստեցինք, ասեց մի տենց հաղորդում չէ, էլի, տենց շուտ ռիլեր կարելի անել, բան։ Նստեցինք, էփեցինք, ու եկանք մի հատ տեղ, որտեղ հասկացանք, որ այս ենք ուզում, ու դա լավ է, ու մեզ հաճույք է պատճառ, այդ դրա համար դեմքս արտահայտեցին ու փոխվեց, որովհետև մենք հիմա անում ենք մի բան, որը մեզ հաճելի է, որը հաճելի է նաև մարդկանց, որովհետև մարդկանց մեջ շատ ջերմ, շատ sense դրական էմոցիաներ առաջացնում։ Այն տիպի էմոցիաներ, որ մարդիկ, չգիտեմ, Կանադայից մենք այստեղ ինչ-որ բան ենք կազմակերպում, մեկը Կանադայից այստեղ կազմակերպում են, մեզ տորթ են տալիս։ Նայեք, հարցը իհարկե տորթ չի, բայց ես որ հասկանում եմ մարդու մոտ այնքան էմոցիա ենք մենք առաջացրել, որ ինքը ինչ-որ բան է որոշել մեզ ուղարկի, որ ցույց տա, որ այդ էմոցիան, այդ մեր համար շատ մեծ գնահատական ու նույնը վերաբերում է կոմենտներին, նույնը վերաբերում է անձնական նամակներին, որտեղ Ֆուջիկան երբ որ մենք անում ենք ստանում ենք այն որ հիմա չգիտեմ, կարող շաբլոնը բոլորը տենց ասում են մենք շատ նամակներ ստացանք բան, մենք ռեալ շատ նամակներ ենք ստանում, միգուցե չգիտեմ, մեր հեռուստադիտողները, մեր նայողներից շատերը կմտնեն եւ կոմենտներում այդ մասը կփաստեն, որ տենց է, որովհետեւ մենք խոսում ենք այնպես բաներից, որը մեր սրտին կպնում է, որ մեր սրտին կպել է եւ մյուսներին էլ է կպնում։ Ու մենք հիշում ենք 90-ականները հիմնականում մեր մանկությունը, ոնց որ մեր երիտասարդությունը, այն տարիները, երբ որ լույս չկար, ահագին շատ դժվարություններ կան, բայց բոլորը ըմբռնում են մոտիկանում, երբ որ մենք այդ հարցը ներկայացնում ենք այնպես, ինչպես եղել է, մենք քաղաքական որևիցե ուղղվածություն չենք տալիս, սա ճիշտ էր, սա սխալ։ Մենք ասում ենք այն ինչ որ եղել է եւ ասում ենք մենք ոնց ենք եղել այդ իրավիճակի մեջ։ Ու այն ժամանակ թե ինչ էր եղել, այդ մեր սերունդը գիտես, նոր սերունդը չի պատկերացնում, ասենք ինչ է նշանակում, որ լույսը ընդհանրապես չլինի, եւ դու այնքան ուրախանաս, որ լույսը տան, որ անկախ քեզանից այս ամբողջ հայաթով գորակ լույսերը տվին։ Պատկերացնում եք, ասես լռություն էր տիրում, գոռում են լույսերը տվին, դու նույնիսկ եթե տունն էր նստած, դու ձենը լսում ես, իմանում ես, որ ահա լույսերը տվեցին, որովհետև լույս չկար։ Հիմա ես հասկանում եմ, շատ դժվար է պատկերացնել լույս չկան կամ ջուր չկան, ջուր կրելը։ Բայց եղել է ժամանակ, որ մենք լողանալու համար նախ պետք է այդ ջուրը վաստակենք, ու այդ ջուրը ներս չի, որ մոտիկ տեղից ենք վաստակում ենք, գնում ենք, ասենք, չգիտեմ, Պուշկինի աղբյուր, տենց էին ասում մեր մոտ, մոտարապես մի երևի 800-900 մետր հեռու։ Ու sense կանեստերներով, դույլերով այդ ջուրը տենց կրում ենք 8 հարկ վերև, տվանն ենք լցնում, իրար մեջ կոնկուրենցիա է լինում։ Գրիգոր, վստահ եմ հենց ձեր նշած երևույթներին անդրադառնալն ու այս սերնդի համար դրանք լուսաբանելն էլ Ֆուջիկայի առանձնահատկություններից մեկն է։ Այո, մենք sense երկու ուղղությամբ ենք փորձում հարվածել, այսպես ասենք։ Մենք ուզում ենք հիշեցնենք
ու հիշենք այն մարդկանց հետ ովքեր այդ ամեն ինչը ապրել են միասին այդ էմոցիաները եւ ուզում ենք որ այս նոր սերունդը անպայման իմանա թե իրաց ծնողները ինչի մեջով են անցել, ինչեւ դարձել են, ինչ որ դարձել են, կարծում եմ այդ շատ կարեւոր է ու շատ հետաքրքիր, որպեսզի ընդհանրապես եթե անցյալը չիմանաս, ապագա չես ունենա, այդ մտքին ես շատ կողմ եմ, որովհետեւ հիմա մի քիչ շատ sense հայերը իրանց sense ոնց ասեմ, եվրոպական գլամուրային են իրանց պահում, բայց միշտ պետքա չմոռանալ այն անցյալը, որ մենք եղել ենք ոտաբոբիկ, սոված եւ առանց ջրի։ Պետք է այդ իմանալ, հաշվի առնել ու ամեն ինչ անել, որ դա չկրկնվի։ Գոնե այդպես։ Վերջինը պարտադիր է։ Հետաքրքիր է եղել են առանձնահատուկ ու կուրիոզ դեպքեր նկարահանումների ժամանակ։ Դե գիտեք, անընդհատ տենց ինչ որ բաներ ալնի, ես հիշողությունից շատ վատ եմ։ Հետո բանը, այն ժամանակ որ հեռուստատեսությունում էի, օրինակ այն ժամանակ sense էր play տալիս էինք, խոսում ենք, ինչ որ դուբլեր էինք անում, ինչ որ բաներ էր առաջանում, որ հետո այդ ոնց որ այդ կուրիոզ դեպքերը մնում էր, հիշվում էր։ Հիմա քանի որ հեռախոսով ենք նկարում, ինքը տենց չստացված բաները հիմնականում ջնջվում են։ Դրա համար ոնց որ էլ չեմ էլ հիշում առանձնապես։ Գրիգոր, ես նկատել եմ, որ ձեր ռիլերից մեկն ունի ավելի քան 700,000 դիտում Instagram-ում եւ մոտ 600,000 տարածում, եւ դա առանց գովազդի։ Սակայն այն ինչպես նշված է սեմիջկի մասին է։ Արդյոք հենց դա է տարածման հաջողության գրավականը։ Մենք էլ ենք մի քիչ զարմացել սկզբում, ճիշտ ասեմ, մենք այդպես հետևորդներ չունենք, ինչպես օրինակ այս սրահում գտնվող մի մարդ, այդքան շատ չունենք, ոչ թե այդքան շատ չունենք, շատ քիչ, մեր 1400 հետևորդ ունենք, բայց այդ ռիլը ինչ որ sense կպավ շատ մարդկանց սրտերին, որովհետև համ կոմենտներով, համ առանձին նամակներով մեզ շատ են տարբեր բաներ գրում։ Սեմուշկայի ռիլը ինքը արևած աղքի մասին է, բայց ինքը մի բան է, այս նորից ոնց որ իմ խոսքերի sense ապացույց է լինի, ինքը մի բան է, որի մեջով բոլորս անցել ենք, մի հատ Թամար տատի, մի հատ Գոհար տոտա, բոլորի հայաթում եղել է, ով որ սեմուշկա էր ծախում, ու այդ սեմուշկան ծախում էր 25 դրամ ու 50 դրամ, փոքր բաժակով ու մեծ բաժակով, կուլոկով, աղի ու անալի, ու միշտ այդ Թամար տոտան, օրինակ երբ որ դու գնում ես sense Իրանում, որ մի անգամից կուլոկ չտարել, sense լցներ գրպանը, ինքը sense մի քիչ վրից լցնում էր, ոնց որ այդ թուղթը որ իրան է թողել։ Իրական նոստալգիա ապրեցի։ Ու այդտենց բոլորը նոստալգիա են ապրում, ու քանի որ սեմուշկեն էլ այդ արևած աղիքը այնպես թեմա էր, որ մեծից փոքր բոլորը օգտագործել էր, ոնց որ ինքը այդպես շատ այնպես տարածվեց ու լիքը sense շատ դրական բաներ էին գրում։ Իմիջիալոց մեր ռիլերում մենք դիտմամբ երբեմն նաև թողում ենք ինչ որ sense կիքսեր, այսպես ասած, դարձյալապես կինո կիքս են վարել կինոների սխալների մասին էլ, այն որ տենց բաներ էին թողում, հիմա տենց կիքսեր ենք թողում, օրինակ այս մի ռիլում երբ որ տատիկի կերպար էր, այդ արևած աղքի ռիլում տատիկին թողեցինք իր բոթասներով Adidas Campus այս նոր սերնդի ու ասենք մի ահագին ստվար զանգված, այդ մասն է մենակ խոսացել։ Մեկ էլ տարածելու համար։ Հա, ու էդ էլ է, ոնց որ բան արել էլի, ոնց որ օգնել, որ լավ տարածվի, պլյուս նկարելուց ինչ-որ տենց նկարահանման տրիկեր ենք փորձում օգտագործել, մեկ էլ մեր ռիլերը, որը շատ եմ կարևորում եւ շատ եմ ուզում այս մասին խոսենք, մեր ռիլերը ու նաեւ հենց այս արևած աղիքն էլ, հենց այն առումով, որ տենց էմոցիաներ են առաջացնում, բան շատ թերապևտիկ նշանակություն ունեն, շատ կարևոր, հոգեբանական, sense ճիշտ տեղերի կպնեն, ճիշտ հարցեր բարձրացնեն եւ այդ հարցերի շուրջ շփվենք, թե կոմենտներում, թե միգուցե ուղիղ եթերների ժամանակ երբեմն։ Դրա համար այդ շատ եմ կարևորում, համ էլ այդ պատմությունները մենք վերցնում ենք ոնց որ մեր կյանքից։ Հիմա օրինակ ջրի ռիլը, երբ որ ջուր կրելու մասին մենք պատմում ենք, ոնց ենք ջուր կրում, այդ Գոհար տոտան, այդ դույլերը այն դույլերն է, որով ռեալ ես ջուր եմ կրել կամ կանեստռը։ Այդ Գոհար տոտայի անունը որ տալիս եմ, մեր առաջի հարկի Գոհար տոտան է, որը բաղչա ուներ, տենց էին ասում այն ժամանակ, չգիտեմ, բաղչա ուներ, այդ ջուրը վերև չէր հասնում, այդ բաղչից գնում ենք ջուր ենք կրում։ Այս 94-ից հետոյի սերունդի մոտ բան չի առաջացնում, բայց հիմա ես վստահ եմ, որ ովքեր մեզ լսում են ու մինչև այդ թիվներն, այդ բաղչա կրել, հովհարային անջատում, այս բառերը, հացի չեք, տալոն,
այս բառերից իրանց մոտ մացած նոստալգիա է առաջանալու, ու դա մեր էջում այդ ամեն ինչը։ Գրիգոր, իսկ որն է ձեր նախընտրած ռիլը այդ շարքում։ Ես հենց ոնց որ ջուր կրելու մասին խոսացի, երևի ամենաշատը ինքն է ինձ մի քիչ իմ համար ինքն է կապել սրտից, որովհետև ես լավ հիշում եմ ինքին վրա տենց նստված կա թողել էլի ոնց էի, չգիտեմ, ձունը լցնում դույլերի մեջ, որ հալվի ջուր դառնա, կամ այդ Պուշկինի աղբյուրից ոնց որ ասում էի, գնում ենք տենց ընկերներով ջուր էինք կրում, մի անգամից վերցնում էինք 4 դույլ, երկուսը առաջ էինք դնում, այն երկուսը մեր ճանապարհին։ Դա ինչ որ դերով բայց բերում էինք ու վաննա էինք լցնում։ Վաննա չգիտեմ ինչքան է 50-100 լիտրա, չէ՞։ Այդ լցնում ենք, հետո էլ դույլերը, բան ու տենց ասում ենք, ես սա վաննան լցրել եմ, այսինքն գլուխ գովալու։ Դու հաստատ արել ես այդ մի ձեռով։ Սկսեմ ամենասկզբից։ Նախ ջրի խնդրեմը էս մեր նայրյան, այսինքն ջրերի երկրում, ինչպես տեսնում եք, եղել է միշտ։ Ջուրը ժամով են տալիս, ու նապորը հերիքում էր մինչև 3-րդ հարկ մաքսիմում։ Իսկ եթե դու ինձպես 8-րդ հարկում էիր բնակվում, ապա վերցնում էիր տան դատարկ բոլոր տարաները, իջնում էինք առաջին հարկի գոհարտոտային բաղչա ջուր հավաքելու։ Խնդրում էիր, որ բաղչի շլանգը բացի, լցնում էիր բոլոր տարաները, գոհարտափագի։ Դուլերդ փոխ հանում էիր 8-րդ հարկ, այսպես։ Կիպիծիլիկը գցում էինք մեջը, կամ տաքացնում վառարանով։ Մի դույլ տաք ջրին խառնելով 2 դույլ սառը։ Եթե բարձր հարկերի բնակիչների համար նորմալ է շաբաթը մեկ լողանալը, ինչպես հիմա ոմանց համար, ապա բոլորի համար նորմալ երևույթ էր մի ձեռքով, չէ, լողանալը։ Մի ձեռով կռուշկով ջուր էր լցնում, մյուս ձեռով շամպու ճառը, այն ժամանակ շամպուն չկար։ Ու այս ամեն ինչը պետք էր անել շատ արագ, որովհետև բաղնիքում շատ ցուրտ էր։ Վստահ եմ նախագիծը հաջողություններ ունենալու է ավելին, քան այսօրը։ Մեծ հույսերն են, որ այդպես կլինի ու այդ հաջողությունը ավելի ճոխացնելու համար մենք հիմա նաև իվենտներ ենք կազմակերպում, որոնց ժամանակ նույնպես խոսում ենք այդ հին բաների մասին, միասին հիշում ենք ու այդ ովքեր որ ներկա են լինում, իրենք էլ մեր հետ sense մտնում են այդ կոնտակտի մեջ ու միանգամից sense այդ դրական աուրան sense տարածվում է, լսում ենք 90-ականների երգեր, sense լավ դժում ենք ու sense կամաց ոնց էր զարգանում, հետո էլի լավ բաներ են մեզ գրում, մենք էլ մեզ լավ ենք զգում։ Գրիգոր, եւ հաղորդման վերջում ուզում եմ հնչեցնել իմ ավանդական հարցը, թե որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Ճիշտը։ Անկեղծությունը ճիշտը։ Այդ բացարձակ։ Շնորհակալ եմ գալու համար, հետևում ենք նախագծի էջին ու սպասում ենք նորանոր ռիլերի, որոնք մեկը մյուսի հետևից հետաքրքիր են։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, ստեսի։ Իսկ իմ այսօրվա արտաքին տեսքի համար շնորհակալություն եմ հայտնում Իսահակյան 14 հասցեում գտնվող Ագա Image ստուդիոյին։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։